Ամբիոնին է մոտենում վարչապետը, որն ամեն ամիս աշխատավարձից բացի 1.5 միլիոն դրամ էլ հավելավճար է ստանում։ Հետքը պարզել է, որ անցած տարվա միայն առաջին կիսամյակի աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանը մոտ 11 միլիոն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել։ Մոտ 1 միլիոն 957 հազար դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել։ Պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Փաշինյանը պետական որոշում ասելով նկատի ունի այն պիլոտային ծրագիրը, որը գործի են դրել անցած տարեվերջին։ Խրախուսում են կառավարության ծրագրով եւ ռազմավարություններով սահմանված անելիքների բարձր կատարողականը։ Առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա։ Նախաձեռնությունը օրենք։ Վարչապետը հասկացնում է, համակերպվեք այն մտքի հետ, որ նախարարները մինչև 9 միլիոն, փոխնախարարները մինչև 4 միլիոն պարգևատրում պետք է ստանան։ Հրապարակը տեղեկություններ ունի, որ ամանորի այս պարգևատրումները ռազմորկաների թեմա են դարձել։ Նախարարություններից որոշների աշխատանքը կատվածահար է եղել։ Փորձագետներից պարգևավճար են ստացել միայն ՔՊԱ-ականները։ Շարքային աշխատակիցներն ուղղակի արհամարվել են։ Իրենց նկատմամբ անարդարություն ընդգծելու համար շատերը չեն մասնակցել ամանորի կորպորատիվ հավաքին։ Հայտնի ասացվածքն են հիշել. ով աշխատի, ով գնա սանատորիա։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ նախարարը դա ընդամենը քաղաքական ֆիգուր է։ Բոլոր գործանողները հիմնականում դա փոխնախարարներն են, ինչպես նաև վարչության պետերն են իրենց աշխատողներով։ Բայց սա այդ դեպքն է, այն դեպքն է։ Վարչապետն ասում է, պետական աշխատանքը գրավիչ դարձնելու համար են խրախուսանք պարգևները։ Ասենք ամերիկյան որևիցե պաշտոնյա կարող է նույնքան աշխատավարձ ստանալ, որքան ասենք նույն Իլոն Մասկի Տեսլայում կամ նրա կողմից ղեկավարվող այլ կորպորացիայում աշխատող ինչ-որ top մենեջեր, իհարկե ոչ։ Եվ եթե այս տրամաբանությամբ մենք վերցնենք, ապա մեր ամբողջ պետական բյուջեն պետք է ծախսվի Նիկոլի կողմից պետական համակարգ բերված top մենեջերների կամ պրոֆեսիոնալների աշխատավարձերը տալու վրա։ Շատ պաշտոնյաներ։ Վարչապետն ասում է, պաշտոնյաները չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ։ Պետք է ծախսվի։ Նրանց հավելավճարներ տալու պատճառներից մեկն էլ դա է։ Դատարանները ծախսած 1.5 միլիոնի 30%-ն են միայն վերադարձնում։ Հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց հայցերի դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ։ Այ քեզ բան։ Պետական պաշտոնյան այնպիսի աշխատանք դրսևորի կամ այնպիսի բառամթերք օգտագործի, որ չընկնի դատարանները։ Քաղաքագետների համար ընդունելի չէ վարչապետի պաշտոնյաներին մեծ պարգևավճարներ տալու նաև հաջորդ բացատրությունը կրթվելու են։ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջ դասարանում։ Որտեղ է գրված, որ քաղաքացին պարտավոր է հարկ տալ, որ այդ փողով կառավարությունը դպրոցն ավարտի։ Մենք տգետ ենք։ Կամ 2025-ի ապրիլին իրենց տգետ անվանած Փաշինյանը հիմա ասում է այդ նույն 2025-ին գործադիրը գերազանցիկ է եղել։ Դրա համար էլ միլիոնների պարգևներ է ստացել։ Գիտեք խնդիրը որն է։ Խնդիրը քաղաքական կոռուպցիան է, բացատրում է քաղաքագետը։ Ընտրությունները մոտենում են, Փաշինյանը շահագրգռում է ենթականերին իրենց վերարտադրության համար առօրյա խոսքով ասած վիզ դրած աշխատել։ Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ասելով կոռուպցիան են օրինականացնում, պարգևավճար դարձնում, բացատրում են մասնագետները։ Էլ ավելի սարսռում, երբ հիշում են, որ սա կատարվում է 160,000 աղքատ 4400 ծայրահեղ աղքատ ընտանիք ունեցող Հայաստանում։ Գիտեք, ես Գյումրիում եմ ապրում։ Հայաստանի ամենաաղքատ մարզն է Շիրակը։ Աղքատ է բնակչության 43%-ը։ Նրանց մեջ քիչ չեն թոշակառուները, որոնց վարչապետն ասել է. Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ 11,000 դրամը թոշակին չեն ավելացնում, առողջության ապահովագրությանն են ուղղում, քանի որ թոշակառուն չգիտի ինչի վրա ծախսել այդ գումարը։ Կամ 20,000 դրամով կարող են թոշակն ավելացնել, բայց միևնույն է, թոշակառուի տունը չի տաքանալու, եւ ուրեմն ինչու ավելացնել։ Թոշակառուն թոշակից բացի միայն մի փոքրիկ գումար կարող է ակնկալել պետությունից, այն էլ ոչ թե իր տեղում նստած, այլ անկանխիկ առևտուր անելու դեպքում։ Քեշբեքի տեսքով։ Նիկոլ Անհողը իր կեպածություններից մեկում կրկին հայտարարեց, որ
Հայաստանում կա 660,000 թոշակառու։ Հետագայում նաև բացահայտեցին, որ ընդամենը այս cashback ծրագրով օգտվում է 340,000 թոշակառու։ Այսինքն 320,000-ը գրեթե 50%-ը չի օգտվում։ Եվ եթե այդ մարդիկ ցեն չեն հանում, ինչ ասեմ։ Ուրեմն Նիկոլը շատ արժանի ղեկավար է այս թոշակառուների համար։ Իդեպ, հետքի մեր գործընկերները պարզել են, որ միլիոնների պարգևավճարներ նաև փոխվարչապետներն են ստացել։ Վերջին 5 տարում 106 միլիոն 738 հազար դրամ։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։